Պարոն Մարուկյան, այսօր Նիկոլ Փաշինյանը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ երեկվա գործողությունների հետ կապված ջահերով երթի այս ավանդական միջոցառման ընթացքում այրվել էր Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները, դատապարտեց այս գործողությունները, դրանք որակեց անպատասխանատու եւ սադրիչ, նախ այս իր արձագանքին դուք ինչպես կմեկնաբանեք, արձագանքեք, ինչ է կարծում, ինչու որոշեց նման հայտարարությամբ հանդես գալ։ Այսքան տարի հետո նախկինում չէր ասել։ Պետք է ասեմ, որ նայեք, շատ-շատերը չեն կիսում միգուցե դրոշ վառելու ընդհանրապես այդ process-ը, բայց դա չի նշանակում, որ հիմա մենք պետքա հենց հիմա հիշենք, որ դա անելու բան չէր եւ դատապարտում ենք, որովհետեւ եթե մեզանում նման քաղաքականություն պետք է ձևավորվեր, պետքա ձևավորվեր ավելի վաղ։ Եթե ոչ, ապա հիմա ինձ համար անհասկանալի է, որովհետև նաև ես տեսնում եմ, որ երեք գիշերվա կրակոցները մեր բնակավայրերի վրա իշխանական մամուլը կապում է իբր թե քիչ բնակ ասեն հուշարձան այցելելու հետ, հա։ Բայց բնավ մեկը մյուսի հետ կապ չունի, գիտենք արդեն շուրջ 2 շաբաթ եւ ավել ժամանակ է, որ այդ կրակոցները կան, գրեթե ամեն գիշեր կրակում են, ինչ որ ժամանակ ՊՆ-ն հաղորդագրություն չէր տալիս, ասում էր դրանք լավ ասում էր, որ վտանգավոր կրակոցների վերաբերյալ հաղորդագրություն տալիս ենք, փաստորեն ոչ վտանգավոր կրակոցներ կային, հիմա վտանգավոր կրակոցներ կան, որտեղ ունենք հաղորդագրություն։ Ես կարծում եմ, որ բոլոր այդ քայլերը, որոնք իբր թե միտված են խաղաղության հասնելուն, դրանք արդյունք չեն տալիս, որովհետև մենք բացարձակապես սխալ ռազմավարություն ենք այստեղ կիրառում։ Այսինքն այդ քայլերը նաև եթե տեսեք դուք կենտրոնացել եք դրոշները դատապարտելու կոնկրետ հայտարարության վրա, բայց ես ուշադրությունը կհրավիրեմ այսօրվա ուղերձի վրա, որտեղ Թուրքիայի անունը գոյություն չունի։ Միայն Օսմանյան կայսրության մասին է խոսք գնում, բայց վերջին հաշվով մեր անվտանգային ռազմավարության համատեքստում, որպեսզի այլևս երբեք լինի, չէ, չպատժված հանցագործությունը կամ լավ չպատժված էլ չասեմ, հաշվի չառնված, չգիտակցված, ապագայում գոնե պատմական հայացք չնետված հանցագործության հետ կապված կարող է միշտ կրկնվել, չէ՞ դա։ Եվ այդ իմաստով, որպեսզի չկրկնվի, գոնե պետքա ասվի, չէ՞ որ մեր անվտանգային սպառնալիքը որտեղից է գալիս։ Այսօրվա Թուրքիան, որը որ Օսմանյան կայսրության լավ փլուզված կայսրությունից հետո օրչակվել է, բայց Աթաթուրքը այսօրվա Թուրքիայի հիմնադիրն ինչ է արել։ Ասել է, որ դրանով դիվանագիտական տեղ է թողնում, պարոն Մարուկյան։ Այսինքն այս իմաստով ես կարծում եմ որևէ անատամ քայլ, որևէ ոչ թիրախային մոտեցում մեր հակառակորդի թշնամու մոտ չի առաջացնելու համապատասխան ինչ որ չգիտեմ զղջում կամ հավելյալ հարգանք մեր նկատմամբ, որ օրինակ նրանք քայլեր անեն։ Օրինակ եթե դա արվում է, որ օրինակ սահմանը բացեն, չեն բացելու դրա համար։ Բայց հարաբերությունների կարգավորման որ մեկը ասեմ, էլի։ Հարաբերությունների կարգավորման են գնում, պարոն Մարուկյան։ Հիմա իրենք գնալով բոլորի հանդեպ այդ գնահատականները մեղմացնում են, թե նախորդ տարիների հայտարարություններն են նայում։ Գուցե այս առումով դիվանագիտական առումով այդքան էլ խնդրահարույց չէ, այդպես ուղիղ չհարվածել։ Հասկացա ես, հարվածի մասին չի խոսքը, պատմական գնահատական տալու մասին է խոսքը, ես հասկացա ես հենց դրա մասին եմ խոսում, որ վերջին հաշվով մենք ինչ պետք է անենք, մենք պետք է ոչ թե փորձենք, որ ամեն անգամ նման ձևերով հասնենք խաղաղության, որը արդեն չի աշխատում։ Այսինքն այդ ստրատեգիան արդեն քանի տարի է օգտագործվում, չի աշխատում։ Պարոն Մարուկյան, դա արդեն չի գործել։ Ես հենց դա եմ ասում, օրինակ եթե հույսը նա է, որ մենք Օսմանյան կայսրություն կասենք, Թուրքիայից այսօրվա բան չենք ակնկալի, եւ դրա արդյունքում կխաղաղվեն մեր հարևանները, թշնամիները եւ վերջապես այս տարածաշրջանում խաղաղություն կտիրի, այդ ստրատեգիան, այդ ռազմավարությունը չի գործում։ Պարոն Մարուկյան, դուք Նիկոլ Փաշինյանի քննադատներին եք միացել, բայց ի տարբերություն արմատական դիրքերից հանդես չեք գալիս, սա հարց է առաջացնում։ Հիմա դուք արմատական ընդդիմություն եք, թե ընդդիմություն չեք եւ ինչպես եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությամբ, իմպիչմենտի գործընթացով, որը կարծես թե սկսվում է նախաձեռնվել փողոցային պայքարով եւ որ դիրքում եք դուք դիրքավորվելու։ Ուրեմն արմատական ընդդիմություն ասելով ինչ նկատի ունեք, օրինակ
Այն շենքեր գրավելու օրինակը չբերեք։ Չէ, արմատական ընդդիմությունը նրանք են, ովքեր հահահի են անում ամեն հարց ու պատասխանին վարչապետի հետ, թե արմատական ընդդիմությունը այն մարդիկ են, ովքեր սկզբունքային դիրքորոշումներ ունեն։ Հիմա դուք ընդդիմության դատավորը չեք, ես էլ չեմ։ Ժողովուրդը կդատի, ով արմատական ով չէ, ես ինքս նաև ասեմ ձեզ, ես էլ եմ ներկայացի ժողովրդի։ Ասեմ ձեզ, ես չգիտեմ, որ հանրագիտարանով է դա կամ որ բառարանով է դա ձևակերպված արմատական ընդդիմություն։ Պարոն Մարուկյան, Մարդիկ կտեսնեն, ով նոյեմբերի 9-ի հեռացման ինչ եղանակ եք տեսնում կամ տեսնում եք ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանի հեռացման եղանակը, ինչպես 21 թվականին է այդ հնարավորությունը բացվել, բայց ժողովուրդը չի օգտագործել, դա բացվելու է մեկ էլ հաջորդ ընտրությունների ժամանակ, այս փուլում ես չեմ տեսնում արտահերթ ընտրություններ, ես տեսնում եմ, որ դա լինելու է հերթական ընտրությունների միջոցով, չնայած մեծ քաղաքականության մեջ ոչ մի բան չեմ բացառում, փողոցային պայքարը փորձը ցույց է տվել, որ ավելի է ուժեղացրել իշխանության դիրքերը։ Մինչև այսօր է դա եղել։ Ես կարող եմ արձագանքել նաև վերջին այդ իմպիչմենտի քննարկումներին, որ օրինակ իմպիչմենտ կարելի է անել, բայց ինչի չեն իմպիչմենտ անում, ես ձեզ ասեմ իմպիչմենտի վերջնաժամկետը հուլիս ամիսն է, հա, հունիս, եւ մինչ այդ ցանկացած մեկ падգամավոր կարող է այդ նախագիծը պատրաստել, ես սկսել շրջանառել։ Չէ, այդ հարցը անդադար քննարկել, բայց դա չանել, ես դրա իմաստը չեմ հասկանում։ Այնինքն կամ պետք է անեն, ասեն չստացվեց, կամ անդադար այդ հարցը պարլամենտում քննարկում են, կամ պարլամենտից առաջ պահանջում են, այդ դրա իմաստը չեմ հասկանում։ Պարոն Մարուկյան, ի վերջո դուք հավակնում եք վարչապետի պաշտոնին։ Եթե ես կլինեմ որևէ դաշինքի կամ ուժի վարչապետի տեխնացուն, ուրեմն կհավակնեմ։ Քանի որ ընտրություններ չկան, քանի որ հիմա ընտրություններ չի, կարծում եմ դա այնքան։ Ես ունեմ լուծումներ, հենց հիմա ես այդ լուծումները ունեմ։ Օրինակ, եթե հենց հիմա ինձ օժտեն ժողովրդի լիազորությամբ, որ ես գնամ բանակցելու, լուծումները կլինեն, բայց այդ հարցը որ տալիս Պարոն Մարուկյան, դուք շատ եք խոսում նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, որ ասում եք, որ պետք է վերադառնալ դրան։ Վերջը նոյեմբերի 9-ի փաստաթղթը կապիտուլյացիա էր, թե կապիտուլյացիա չէր, նախ դա ասեք։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթը բազմիցս ասել եմ, որ իրավաբանորեն եւ նաեւ քաղաքական իմաստով այն կապիտուլյացիա չէր։ Բնականաբար ստորագրած առաջնորդ այլևս չի կարող որևէ փորձել հասնել։ Դրանից հետո 68 անգամ դրա հետ կապված խոսել ենք, մեկնաբանել ենք։ Ես զարմացա մոտ օրերս հենց որ Վանեցյանին քննադատեցինք, ինչ որ ձեր ալիքներում հայտնվեց այդ 3-4 տարի առաջվա, հա, մի հատ ոդկասթում անդրադարձա, դուք դա տեղադրեցիք։ Չեմ նոր եք հիշել։ Ես Ամալիա Արաքելյանի տեղադրել եմ։ Ամալիա Արաքելյանով եք մեր գործընկերն է լրագրող։ Ողջույն եք տեսնում եմ։ Վանեցյանը ինչ կապ ուներ ես։ Չգիտեմ, դա մարդ։ Ինչ հարցանք Վանեցյանն է։ Չէ, հենց ասեցի, դա ինձ հետո է։ Դե ես ինչ հիմա ես ձեր հետևում եմ, տեսնում դուք եք քննադատել։ Այսինքն ես որ մի բան 20 թվականին ասել եմ, դու 25 թվականին նոր եք հիշել։ Պարոն Մարուկյան, հիմա հիշեցինք, դրա համար մարդիկ հիշեցել էին։ Վանեցյանի հետ կապ մարդիկ այդ պատասխանեցի, որովհետև ասում եմ, որովհետև ես անդադար ասել եմ, վերջին գոնե 4 տարին անդադար ասել եմ, որ այդ փաստաթուղթը միակ այս պահին գործող եղած մեխանիզմն է, որ կարելի է օգտագործել։ Այդքան բան, ու ասել եմ կապիտուլյացիա մի ասեք։ Այդում ինձ։ Բայց 20-ին դուք ասել եք։ Այո։ Բա ինչ ա փոխվել դրանից։ 20-ին ես նոյեմբերի 9-ի գիշերն եմ ասել, դեռ փաստաթուղթը չէր սկսել գործել, դեռ բազմաթիվ պրոցեսներ կային, հա, այսինքն այդ իմաստով էմոցիոնալ, այսինքն ինչ որ բան ա եղել, բանոն կամ արձագանք։ Քաղաքականությունը էմոցիոնալ գործունեություն է։ Օրինակ, ձեր կողմից պաշտված, ձեր կողմից ընտրված, ձեր կողմից աջակցող ուժերը կիլոմետրերով, արքերով, ասենք, մի մատենադարանի գրականության չափ իրար հակասող հայտարարություն։ Ես էլ եմ արջ եմ, որը ընտրվել է։ Բայց որ ուզում ասեմ, տենց թիրախային երբեք նրանց չեք։ Ոչ մեկին չեմ պաշտում, ոչ մեկին չեմ։ Ես հասկանում եմ ինչու եք դա։ Չեմ ունեցել երբևէ։ Ունեցել եք, այսօրվա իշխանությունը ընտրված է։ Ես չեմ։ Սա ինձ առաջ էր ընտրվել։ Բարեբախտաբար ես չեմ։ Այսինքն 18 թվականին էլ ընտրվել, 21-ին էլ։ Չէ, դուք չեք ընտրել, բայց ընտրված եք։ Իսկ եթե անդրադառնանք նորից այս խաղաղության process-ին ու այս կրակոցներին, դուք ինչ եք կարծում, ինչու է Ադրբեջանը հետևողականորեն պահում լարվածությունը սահմանին, ինչ նպատակների է ուզում հասնել։ Որովհետև Ադրբեջանը ստացել է խաղաղության համաձայնագրի տեքստի հետ կապված բոլոր զիջումները, եւ այդ զիջումները դրել է դարակը, ասում է սա ունենք, եւ իր ձերքի տակ եղած ճնշման լծակներն օգտագործում են նոր զիջումները ստանալու համար։ Օրինակ ինչ կարող։ Օրինակ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարումը նրանք պահանջում են մինչև փաստաթղթի ստորագրման գործընթացը կատարել, նաեւ այլ պահանջներ, որոնք որ հնչում են Բաքվից, դուք տեսնում եք։ Խոսքը գնում է նաեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որոնք իրենք հողում են անում, որ Հայաստանը դեռ պարտքեր ունի վճարելու,
Իսկ Հայաստանը չի պատասխանում դրան, այնպես ինչպես որ ես առաջ Իսկ եթե որ իհարկե պետք է Հայաստանը պահանջի, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը թե ուզում եք որ գործի, եկեք Գերակոմ հարթակում քննարկենք, նա տեսնենք ով ում պարտի։ Իսկ եթե Մինսկի խումբը չլուծարվի, պարոն Մարոկյան, ինչ կտա դա, որովհետև այս բանի փաստացի ֆորմատը չի գործում եւ Փաշինյանն էլ այդ ձեր մատնանշած նոյեմբերի 9-ի փաստաթղթից էլ է հեռացել, ասում է դե Արցախը չկա, այլևս Արցախի հարց չկա, նոյեմբերի 9-ի փաստաթղթով ընդել աչի, ինչ ասկի այդ կապած հարց կար մնացած հարցեր Արցախայցար, հիմա չկա այդ ամենը, ինքը փակում է այդ էջը, ինքն էլ ուղի հայտարարում են։ Հիմա դուք օրինակ այս իշխանությունը եթե գնա նույնիսկ այդ ճանապարհով ինչ է կարծում ինչ լուծումներ կստացվեն։ Եթե գնա լուծարման ճանապարհով, նայեք, Մինսկի խմբի լուծարումը դա չի նշանակելու, որ Լեռնային Ղարաբաղի պայքարը եղել է մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման պայքար, եւ դա կարող է բերել դրան, որ մենք ուղղակի արդեն իրավաբանորեն դիտարկվենք որպես օկուպանտ երկիր։ Այսինքն եթե Լեռնային Ղարաբաղի շարժումը չի եղել ազատագրական, չի եղել իրենց իրավունքների պաշտպանության համար շարժում, եթե Մինսկի խումբը որպես այդպիսին կոնֆլիկտի հակամարտության լուծման մեխանիզմ չի եղել եւ սխալ է ստեղծվել, պետքա լուծարել, հետաբար այդ ռևերս անելով բոլոր այդ քայլերը բերելու հանգեցնելու անհրաժեշտ որ մենք դառնալու ենք օկուպանտի աթոռին նստած մեղադրյալ, որը ռեպարացիաներ է պարտավորվելու վճարել, որը մենք սերնդեսերունդ պատասխանատվության ենք ենթարկվել։ Այսօրվա Բաքվի դատերն էլ հենց դրա մասին են։ Հետաբար այդ Մինսկի խումբը ուղղակի սիմվոլիկ բան չի, որ ուզում են լուծարեն, հենց ասենք լուծարեն գնանք տուն էլի դե բան չկա։ Պարոն Մարոկյան, դուք նաև անդրադարձել եք այդ Փաշինյանի հայտարարությանը, որ ինքը կարծում է, որ պետք է ամեն դեպքում նոր սահմանադրությունից հանել անկախության հռչակագիրը, եթե մոտավոր եմ հիշում, եթե չեմ սխալվում, վտանգավոր գործընթաց եք համարել, դա այդ հայտարարությունը հատկապես ՍԴ-ի որոշման ֆոնին ինչ վտանգներից եք խոսում, եթե դա դրվի հանրաքվեի, նաև այդ մասին հայտարարություններ կան, որ դա կարող է դառնալ վտանգավոր պրոցես ընդդեմ Հայաստանի։ Եթե բանը հասնի նրան, որ դրվի հանրաքվեի, ապա իմացեք, որ բացարձակապես չի կարելի թույլ տալ Հայաստանի հիմնադիր փաստաթղթերը փոփոխել, ինչու, որովհետև հիմնադիր փաստաթղթերի փոփոխությունը կարող է բերել բացարձակապես անկանխատեսելի հետևանքների Հայաստանի պետականության համար։ Ես դրա մասին մի քանի անգամ խոսել եմ եւ կարող եմ ասել, որ այն նախնական դիրքորոշումը, որ Հայաստանը հղում է կատարում Հայաստանի սահմանադրական դատանի որոշմանը, որի համաձայն մենք չունենք տարածքային պահանջներ հարևան որևէ պետությունից, պետք է Հայաստանը այդ որոշմանը կարճած մնա եւ բացարձակապես չտրվի նոր զիջումներ քննարկելու առարկային։ Ինչը հենց օրինակ մի դեպքում վարչապետը ասում է, որ մեր սահմանադրական դատանը որոշել է այս կերպ, հաջորդ օրը ասում է, չնայած ես կարծում եմ, որ պետքա անկախության հռչակագրի հղումը հանվի։ Հիմա ասում ենք դա այդ հեղեղուկ դիրքորոշմամբ հնարավոր չի բանակցել։ Հիմա Բաքվում դա նայում են, ասում են վատ բան։ Հայաստանի Հանրապետությունը կարող են չճանաչել հարևան երկրներ։ Օրինակ, այս պետությունը ճանաչված է այս սահմանադրությամբ, այս հիմնադիր փաստաթղթերով։ Որևէ մեկը երաշխիքներ ունի այդ փոփոխությունների արդյունքում, ինչա լինելու։ Ես ինքս դրան դեմ եմ արտահայտվել, թե խորհրդի կազմում սահմանադրական թե ժամանակինի պաշտոն է, հիմա էլ եմ ասում, եթե նման process սկսվի, պետք է բնականաբար ժողովրդին քարոզել, որ թույլ չտանք, որ սահմանադրությունը փոխվի։ Սահմանադրությունը փոխելու այն խոստումը, որը որ տրվել է հենց հեղափոխությունից հետո, այդ այսպես կոչված այդ կոստյումի վերաձևակերպման համատեքստում այդ խոստումը է, թե անում են, թողանեն։ Բայց Ալիևի պահանջով սահմանադրություն փոխել Իսկ այդ դեպքում ռիսկ չի առաջանա, եթե հանրաքվեով ոչ է ասում ժողովուրդը, ռիսկ չի առաջանա դա արդեն Ադրբեջանի կողմից ասելու։ Դրա մասին էլ ենք խոսել, այո, դա երկսայրանի սուր է, հետեւաբար չի կարելի մտնել process-ի։ Պրոցեսներ կան, որոնք տաբու են։ Չի կարելի մտնել։ Պրոցեսի մեջ մտար, դու երկու պարագայում էլ փախվելու ես։ Կարծես նախապայման է, բայց Ադրբեջանի կողմից Ոնց նախապայմանը հիմա Փաշինյանն էլ գնալով բոլոր նախապայմանները կատարում։ Ուրեմն ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում 22 թվականի Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված 5 կետերը խաղաղության համաձայնագրի բանակցությունների մեկնարկի ժամանակ, որտեղ հստակ ձևակերպված են Ադրբեջանի պայմանները եւ այնտեղ չկա սահմանադրություն փոխելու պայման։ Դա այդ պայմանը հետո է ծնվել եւ Հայաստանը կարող է դա հետ մղել։ Պարոն Մարոկյան կներես, պարոն Մարոկյան աշխատել է։ Չնայած որ քաղաքական ուժերը դեռ այսպես մարած շարժման ֆոնին էլի հայտարարում են, որ այ փողոցային պայքարը չպետք է բացառել Փաշինյանի իշխանությունից հեռացնելու, բայց տեսնում ենք, որ կարծես թե բոլորն էլ արդեն պատասխանում են 26 թվականի ընտրություններին։ Նախ դուք 26 թվականի ընտրությունների մասով չնայած վաղ է, բայց 1 տարի կա, բայց դուք ինչ եք մտածում, այս ընտրություններով հնարավոր է Նիկոլ
Փաշինյանին հեռացնել թե ոչ, եւ դուք ձեր քաղաքական ուժը մասնակցել եք դրան թե ոչ։ Ես արդեն խոսեցի դրա մասին, կարծում եմ շատ վաղ է այդ իմաստով խոսել ֆորմատ, բան, բայց այն որ ամեն ընտրություն հնարավորություն է իշխանությունը փոխելու միանշանակ, դրա օրինակները եղել են տեղական ինքնակառավարման մակարդակում, Գորիսից, Կապանից, դեռևս մյուս այլ համայնքներից սկսած, հիմա ամենաթարմը լավ Գյումրին է, Գյումրին աշխատացնում։ Ազդակ հանդիսանալ, խթան լինել, որ Գյումրիի հիման վրա նաև համապետական ընտրություններում ԿՊ պարտություն կրի։ Այո, բայց պետք չի Գյումրի օրինակից շատ ոգևորվել, որովհետև եթե դուք նայեք խոր ուսումնասիրեք ընդդիմադիր ուժերի տարած ձայները, համապետական ընտրություններում դրա մեջից որոշակի տոկոս էլի իշխանությանն է քվեարկում, հետեւաբար տենց սև ու սպիտակ չի, էլի դա տենց միանշանակ չի։ Մի բան էլ հարցնեմ, ձեզ այս տարիներին հիշում եմ քննադատում էին կամ ներկայիս ընկալում էին որպես պրոարևմտյան արժեքներ գրող կամ արևմտամետ գործիչ, իսկ այս վերջին ձեր ավելի բուրըն ընդդիմադիր գործունեության շրջանակներում շատերը տեսնում են պրոռուսական ինչ-որ հայտարարություններ կամ քողարկված պրոռուսական ակցենտ, ինչ-որ բան է փոխվել։ Երկու քննադատություններն էլ հավասարապես իմ բոլոր մոտեցումները, մեր կուսակցության բոլոր մոտեցումները ձևակերպվել են ամեն ժամանակ այդ ժամանակի մարտարենային համահունչ եւ միտված են եղել միայն Հայաստանի Հանրապետության պետական շահերը պաշտպանելու։ Հիմա եթե ես ասում եմ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միակ փաստաթուղթն է, չկա ուրիշ փաստաթուղթ։ Լիներ Տրամփ, Փաշինյան, Ալիև փաստաթուղթ, կարող է դա էլ ասել, չկա ուրիշ փաստաթուղթ։ Եթե դրա համար են ասում պրոռուսական, աշխարհակաղակական կողմնորոշում բազմաբևեռ աշխարհում չի կարելի ունենալ։ Հայաստանը տարածաշրջանում պետք է խաղա այնպես, որ ոչ թե նոր թշնամիներ ձեռք բերի, այլ եղած թշնամիների հետ հարաբերությունները կարգավորի, բայց մենք Հայաստանի իշխանությունը ավելի շատ պրոթուրքական կամ պրոադրբեջանական կողմնորոշում են որդեգրել։ Ես արել եմ հայտարարություն, որ մեզ ոչ թե տանում են դեպի Եվրոպա, այլ տանում են դեպի Թուրքիա։ Եվրոպական ինտեգրացիա պրոցեսներում գոյություն չունի։ Պարոն Մարուկյան, իսկ ինչպես եք վերաբերում Հայաստանում Արցախի կառավարության պահպանումը, պետական ինստիտուտների պահպանման հարցին։ Դրա վերաբերյալ ես խոսել եմ ժամանակին Հայաստանի Հանրապետությունում վտարանդի կառավարություն պահելը, որը նաև դա բերելու է նրան, որ պետք է նաև պահանջ լինի, որ դե որ վտարանդի կառավարություն կա, համապատասխան վերաբերմունք պետք է լինի պետական բան, դա ըստ էության վտանգավոր process է, հետեւաբար ժամանակին նաև մեր Արցախի գործընկերները հետո խոսել այդ թեմայով, բայց ոնց որ հասկանում եմ, այդ ուղերձները տեղ չեն հասնում։ Վերջերս նաև վրանում էինք խոսում արցախցիների կողմից տեղադրված, էլ այդ թեմաներից էլ խոսեցի։ Ինչով է վտանգավոր, պարոն Մարուկյան, որովհետև մյուս կողմից էլ եթե այդ կառավարության վերջին շրջանակներն էլ չի լինում, ինստիտուցիոնալ առումով թեկուզ ձևական անվանական չի լինում, ուրեմն դրանով եւս այսինքն իշխանության թեզն է, որ փակվում է Արցախի էջը վերջնականապես, հա։ Ես հարցին դիվանագիտորեն եմ պատասխանում, որովհետև դա ինձ ավելի բաց չեմ ուզում պատասխանել, ես չխոսեցի չլինելու մասին։ Ես ասացի Հայաստանում։ Որտեղ լինի բա։ Ուզում եք բանը հասցեն է ասել։ Չէ, դա եթե մեկ այլ երրորդ երկրում դա իրանք թող որոշեն, որտեղ նոր սփյուռք է ձևավորում, հա, գնան մեկ օր սփյուռքը դրա հետ կապ չունի, սփյուռքը դրա հետ։ Եթե Հայաստանն է, մայր Հայաստանն է, նաև Արցախի սահմանադրությամբ Արցախի երաշխավոր անվտանգության եւ իրենք եկել են իրանց մեկ այլ դեյուրե ձևակերպված Ես կարծում եմ, որ ոչ թե հայրենիք։ Ես կարծում եմ, որ ոչ թե պետք է Հայաստանում քննարկեն, թե ոնց անեն, որ վտարանդի կառավարություն ունենան, այլ քննարկեն, թե ոնց անեն, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի կոչեն, որ Արցախի ժողովրդին խանգարում է, որ Արցախի ժողովրդի ներկայացուցիչներն էլ իրանց տեղում հայտնվեն, ոչ թե Հայաստանում։ Դե հիմա այս իսկ իրանց տեղը Ստեփանակերտն է։ Հիմա այս դերացածով նաև իշխանություններն էլ նույն թեզը ասում, հա։ Նույն թեզը չեն ասում։ Ձեզ կասեն ԿՊ-ի ջրաղացին ջուր եք լցնում։ Իրենք էլ են ասում, եկեք փակենք, երկրորդ կառավարություն չպետք է լինի Հայաստանում կա մեկ կառավարություն, մեկ իշխանություն, այլ պատգամավորներ։ Եթե քաղաքական միտքը Հայաստանում դեռևս մանկապարտեզի մակարդակի է, թող ինչ ուզում ասեն։ Ես ասում եմ այն, ինչ բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից, որի մեջ մտնում է նաև Արցախի հիմնախնդիրը, որի մեջ մտնում է նաև հայոց ցեղասպանության դատապարտման եւ ապագայում այն թույլ չտալու կրկնության process-ը։ Այդ ամեն ինչը դա կոմպլեքս հարց է։ Այսինքն օրինակ հիմա խոսում են Արցախի նախագահի այդ լիազորությունների ժամկետի ավարտից հետո նոր ընտրություններ կազմակերպելու մասին։ Այսինքն այդ բոլոր process-ները թեկուզ ձևական Հայաստանի ներսում պետք է չկատարվեն, չլինեն, դուք ոնց եք կարծում։ Ես ֆունդամենտալ տարաձայնություններ ունեմ Արցախի վերջին ղեկավարության հետ, չեմ ուզում մեկնաբանել։ Ուզում են իրանց գործնա թող անեն ընտրություն։